Ողջույն սիրելի ֆուտբոլասեր բարեկամներ, մեր YouTube ալիքի եթերում խաղային շաբաթը շարունակվում է եւ այսօրվա առաջին հանդիպումը ձեր ուշադրությանն եք ներկայացնելու Summer Cup-ի շրջանակներում ընթացող հանդիպում։ Միմյանց դեմ կմրցեն Betis-ը եւ Monza թիմերը արդեն խաղադաշտում են։ Ամեն ինչ պատրաստ է հանդիպման մեկնարկի համար եւ կա մրցավարի Սուլիչը գնացինք առաջիկա 50 րոպեները միասին վայելելու։ Ես Արագոն ծանոթացնում մրցող թիմերի մեկնարկային կազմերը, սկսենք Betis-ից։ Եվ այսպես Betis-ի դարպասը պաշտպանում է Վրեժ Գրիգորյանը համար 1, Սուրեն Հայրապետյան համար 5, Դավիթ Մուսախանյան համար 7, Ալիկ Բաղդասարյան համար 8, Գորգ Գևորգյան համար 9, Արնոլդ Աբրահամյան համար 10, Արթուր Գևորգյան համար 17, Արմեն Մարկարյան համար 77 եւ Անդրանիկ Ադամյան համար 99։ Մոնցայի դարպասը պաշտպանում է Հմայեկ Բաբայանը համար 1, Նիկոլայ Սաֆարյան համար 3, Մխիթար Ավետիսյան համար 4, Վենեդիկ Չոքանդարյան համար 5, Գուրգեն Մրացականյան համար 7, Արտաշ Ղազարյան համար 8, Մուսա Ալեքսանյան համար 10, Նարեկ Քարդաշյան համար 11, Ռաֆայել Ավակյան համար 15, Գագիկ Մանուչարյան համար 22 եւ Արշալուս Պապոյան համար 33։ Գնդակով Betis-ի ֆուտբոլիստներն են Հայրապետյան, թողեց գնդակը Մուսախանյանին։ Ու գրոյի տեղափոխություն դեպի ցախ, որտեղ Դիլանյանն է արված ենք տեսնում, բայց բարձր է ստացվում Betis-ի պաշտպանի կատարած արված ու արված կլինի Մոնցայի դարպասից։ Խաղարկում են Մոնցայի ֆուտբոլիստները գնդակը, այո, այս թիմերը շատ լավ մրցաշրջան են անցկացնում Summer Cup-ում, ես քիչ անց կտեղեկացնեմ նաև մրցաշարի աղյուսակում տիրող իրավիճակը։ Հիմա եզրային նետում կտեսնենք Մոնցայի ֆուտբոլիստների կատարման։ Մոնցան է գնդակով, փոխանցում դեպի հարցակման կենտրոն կատարեց այստեղ Չողանդարյանը, բայց Ադամյանը ամեն ինչ վերահսկում էր ու գնդակը կլինի Betis-ինը։ Ադամյան սկսում է թիմի գրող խորքից Ադամյանը, ուղարկեց դեպի ձախ, որտեղ Դիլանյանն է։ Ալեքսանյան թողեց այստեղ մեկ գնդակը խաղընկերոջը, վտանգավոր գրոյի անցել Մոնցան, տեսնենք Ադամյանն է պայքարում մրցակցի հարցակվողի հետ, տեսնում ենք հարված, բայց բարձր է ստացվում այստեղ Մոնցայի հարցակվողի կատարած հարվածը ու դուրս եկավ գնդակը դաշտի սահմաններից։ Անդրանիկ Ադամյան ուղարկում է գնդակը դեպի ձախ, որտեղ Դիլանյանն է։ Հայրապետյան լավ փոխանցում է կատարում այստեղ Հայրապետյանը, վտանգավոր գրոյ է ձախ իրականացնում Betis-ը, բայց այս փոխանցումը մի փոքր այլ ուղղությամբ ընթացավ ու հիմա նորից կսկսեն Betis-ի ֆուտբոլիստները։ Անդրանիկ Ադամյան գտա Մուսախանյանին կենտրոնում ու շատ հաջող փոխանցում կատարեց, բայց Մուսախանյանի անցումը այստեղ չստացվեց։
Նորից Ադամյանն է գնդակով։ Տեսնում ենք փոխանցում, բայց այստեղ դուրս եկավ գնդակը դաշտի սահմաններից ու եզրից հետում են Մոնցայի ֆուտբոլիստները։ Գրում են Մոնցայի ֆուտբոլիստները, Ալեքսանյան, հարված ենք տեսնում և ինչպիսի հարված է կատարում Մուսա Ալեքսանյանը 1-0, Մոնցան բացում է այս հանդիպան հաշիվը։ Կապես շքեղ հարված տեսնենք Մուսա Ալեքսանյանի կատարմամբ ու շատ գեղեցիկ գոլով նա բացում է հանդիպան հաշիվը, տեսնենք արդեն Բետիսը ինչով կփորձի պատասխանել։ Ալեքսանյան մնաց գնդակով Ալեքսանյանը, Հայրապետյանն ու Մուսախանյանը նրա դեմ պայքարում, բայց գնդակը մնաց Մոնցայի մոտ ևս մեկ հարված ու շեղությամբ ընթացավ գնդակը այստեղ։ Դիլանյան խորքից փոխանցում դեպի հարձակման կենտրոն կատարեց, բայց նորից գնդակը մնաց Մոնցայի ֆուտբոլիստերի մոտ, այստեղ շտապողականություններ միայն իհարկե խանգարեց Մոնցայի ֆուտբոլիստերին, այլապես ավելի լավ գրով կարող էին կազմակերպել։ Մուսախանյան, չանցավ Մուսախանյանի այս փոխանցումը, բայց Մոնցանը լիհերթին չի կարողանում առայժմ դուրս գալ պաշտպանությունից, հիմա դուրս եկան, բայց նաև գնդակը դուրս անցավ դաշտի սահմաններից ու կլինի եզրային նետում Հայրապետյան։ Դիլանյան ուղարկեց Մուսախանյանի ուղղությամբ, բայց գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից ու կլինի եզրային նետում։ Սխալվեցին այստեղ Բետիսի ֆուտբոլիստները ու կտեսնենք անկյունային հարված։ Կա փոխանցումը և այստեղ հարված ենք տեսնում, որը կրկին շեղությամբ ընթացավ։ Ադամյան Բաղդասարյանն է աչեզում, նորից Ադամյան շատ լավ նկատեց Հայրապետյանին, Հայրապետյանն է հիմա շարժվում առաջ 3-2-ի դիմաց Բետիսի ֆուտբոլիստները, Մուսախանյան, բայց մի փոքր շեղությամբ ընթացավ Մուսախանյանի կատարած հարվածը, իսկապես լավ հնարավորություն գործեց Բետիսը, կարող էին հաշիվը վերականգնել, բայց բախտը չժեպտաց այս դեպքում Բետիսի ֆուտբոլիստերին, իհարկե խնդում է հիմա Մուսախանյանը մրցակցից գնդակը, բայց լավ փոխանցում չկարողացավ կատարել, հասկանալի է, բարդ իրավիճակում էր։ Իսկապես Մուսախանյանի պես հարձակվող ուներ թիմի կազմում, ով ունի կենտրոնական հարձակվողական հոտառություն բոլոր թիմերին չէ բաժանասնում եւ նաեւ որակներով իհարկե ապացուցում է այդ ամենը։ Հիմա խնդում են Բետիսի ֆուտբոլիստերը ու Հայրապետյանն է զարգացնում արագություն, պետք է շտապել։ Հայրապետյան դեպի Մուսախանյանը, Մուսախանյան, հարված ենք տեսնում դարպասապա այստեղ կարողացավ ոտքերով հետ մղել գնդակը ու գնդակը չհայտնվեց դարպասում։ Եզրից նետում են Բետիսի ֆուտբոլիստները, նորից Մուսախանյան թողեց գնդակը խաղընկերոջը, փորձեց տեսնել վերին անկյունը, բայց հաջող չստացվեց։ Մուսախանյանի հարված ու
Ես նետում եմ Մոնցան։ Կլինի անկյունային արված, այո։ Տեսնենք։ Ռոկանդարյանն է կատարում փոխանցում, հեռացված է գնդակը։ Մուսախանյանը այստեղ խլում է մրցակցից գնդակ ու շարժվում առաջ։ Զարգացնում է արագություն Մուսախանյանը, հասցրեց նույնիսկ փոխանցում կատարեց, ստացավ պատասխան փոխանցումը, պետք է գրավել դարպասը, կա հարվածը, բայց նորից դարպասապատեղում է, չի ավարտվել Բետիսի գրոհը։ Իսկ հիմա արդեն ավարտված է Գևորգյանի հարվածը շեղությամբ ընթացավ։ Գրում են Մոնցայի ֆուտբոլիստները, աչ եզրով։ Կա փոխանցում, բայց Բաղդասարյանը փակեց փոխանցման ճանապարհ ու ստացվեց լավ փոխանցում դեպի Դավիթ Մուսախանյանը։ Մուսախանյան մնաց գնդակով, չկային տարբերակներ, այո։ Ու շատ ճիշտ է վարվում Մուսախանյանը դեպի Մարգարյանը կատարեց փոխանցում։ Նորից Մուսախանյան։ Բաղդասարյան կլինի եզրային նետում։ Այո, փոփոխություն Մոնցայի կազմում տեղի ունեցավ այս ընթացքում, կրկնակի փոփոխություն ու հիմա նոր վերսկսվում է հանդիպումը, Ադամյանն է նետում եզրից, ուղարկեց գնդակը Բաղդասարյանին։ Գրիգորյան։ Այստեղ քիչ էր մնում կորցնեին Բետիսի ֆուտբոլիստները, բայց ամեն ինչ կարգին ավարտվեց նրանց համար, Մարգարյան դեպի առաջ փոխանցում, ինչ այստեղ չկա խաղի կանոնների խախտում, պետք է շարունակել հանդիպումը, Հայրապետյանն է շարժվում առաջ, ուղարկեց գնդակը Մուսախանյանին, Դավիթ Մուսախանյան, բայց ցույց տվեցին հարված կատարել, պետք էր մի փոքր արագացնել այստեղ Մուսախանյանը։ Հայրապետյան ուղարկեց գնդակը Ադամյանին ու գրոհի տեղափոխություն դեպի ձախ, որտեղ Մարգարյանն է։ Նորից Անդրանիկ Ադամյանի ուղղությամբ փոխանցում ենք տեսնում։ Խորքից փոխանցում, բայց դարպասապատեղում էր ու վերցեց գնդակը։ Նորից հաջող խլում են կատարում Մոնցայի ֆուտբոլիստները, բայց չկարողացան դուրս գալ պաշտպանությունից, հիմա Բետիսի գրոհը Մուսախանյան բարձր է ստացվում նորից Դավիթ Մուսախանյանի կատարած հարվածը, այո ստեղծում է Բետիսը հարձակման գծում բաց թողած գնդակից հետո եւ իսկապես արդեն որի օրդ հարվածն է կատարում Դավիթ Մուսախանյանը, ճիշտ է չի ստացվում, բայց պետք չէ Մուսախանյանի նման դիտքում հարվածելու հնարավորություն տալ, քանի որ նրա կատարած ցանկացած հարված շատ վտանգավոր է լինում։ Ես ծանոթացել եմ նաև մրցաշարային աղյուսակը, որտեղ ընդգրկված են այս երկու թիմերը։ Այստեղ 5 խաղից հետո Վերդերը գլխավորում է մրցաշարային աղյուսակը 12 միավորով, կրել են ընդամենը 1 պարտություն, տոնել 4 հաղթանակ։
Երկրորդ հորիզոնականում Ինտերն է 12 միավորով, բայց 6 հանդիպումից հետո ունի նա վաստակած 12 միավոր։ Պալերմոն և Թեղենիսը նույնպես 6-ական հանդիպումներից հետո ունեն 10-ական միավորներ իրենց ակտիվում, իսկ այս թիմերը գտնվում են մրցաշարային աղյուսակում հարևանությամբ։ Մոնցան 5 խաղից հետո ունի վաստակած 7 միավոր, Բետիսն է 4 խաղից հետո 6 միավոր։ Հաղթանակի դեպքում Բետիսը կշրջանցի Մոնցան և դեռ մեկ պակաս հանդիպում էլ կունենա անցկացած երկրորդ, երրորդ և չորրորդ տեղերում գտնվող Ինտերի, Պալերմոյի և Թեղենիսի նկատմամբ։ Այնպես որ Բետիսին այսօրվա հաղթանակը մեծ հնարավորություն է տալիս մրցաշարային աղյուսակում վեր բարձրանալու, ճիշտ է, նրանք ընդամենը մեկ հորիզոնական առայժմ առաջ կշարժվեն շրջանցելով այսօրվա իրենց մրցակցին Մոնցային, բայց մեկ միավորի տարբերություն կմնա այնտեղ 9 նշած 3 թիմերի միջև և Բետիսը այդ մեկ բաստողած հանդիպումը հաղթելու դեպքում կշրջանցի նրանց։ Հիմա գրավում է Մոնցան։ Նորից Ալեքսանյանն է գնդակով հարված ենք տեսնում, բայց այս անգամ գնդակը չհայտնվեց դարպասում։ Գեղեցիկ սեյվ կատարեց այստեղ Բետիսի դարպասապը Վրեժ Գրիգորյանը ու փրկեց իր թիմին, իսկապես Ալեքսանյանի կատարած հարվածներն էլ նույնպես շատ վտանգավոր են ստացվում։ Ադամյան, այո, խաղթեցին խաղիկանները Ադամյանի նկատմամբ։ Բաղդասարյան շատ ապոխացում կատարեց դեպի Լուսախանյանը, Այրապետյան չհասկացան այստեղ միմյանց Բետիսի ֆուտբոլիստները հարձակման գծում ու Մոնցան կսկսի խորքից շատ ապոխացում այստեղ կարողացավ կատարել Պապոյանը, բայց գրող շարունակություն չունեցավ Սուրեն Այրապետյան ուղարկում է գնդակը Գևորգյանի ուղղությամբ Գևորգյան կորցրեց այստեղ գնդակը ու Այրապետյանն էլ խլեց, չնայած չսկսեց Բետիսը գրող, բայց կար խաղի կանոնների խախտում Այրապետյանի կողմից, այո։ Կամ մրցավարի Սուլիչը, խաղարկում են այստեղ Մոնցայի ֆուտբոլիստները, տեսանք նույնիսկ հարված ու այստեղ նորից դարպասապահը կարողացավ հեռացնել, գնդակը կլինի ևս մեկ անկյունային Բետիսի դարպասի ուղղությամբ։ Հեռացած է գնդակը ու Մուսախանյանն է շարժվում առաջ։ Կարդաշյան, այդ փոխանցում կատարեց Կարդաշյանը, Ավակյան, ստացվում Ավակյանի փոխանցումը։ Մուսախանյան տեսեք որտեղից թափավազք հավաքեց ու խլեց գնդակը, բայց հետո չկարողացավ շարունակել գրողը։ Կարդաշյան ուղարկեց գնդակը դեպի աջ, նորից Կարդաշյանն է գնդակով գուցե արված, հետևի ոչ, Ալեքսանյան կա արված, բայց Ադամյանը կանգնեց գնդակի առջև ու դուր չտվեց այն ընդհանա դարպասը։ Գևորգյան ստացվեց անցումները, կար փոխանցումը, մինչ այդ կար խաղի կանոնների խախտում, այո, եթե հանցները։ Այստեղ Գևորգյանի փոխանցումը, ապա Մուսախանյանը մենակ կմնա դարպասապահի դիմաց։
Գնդակի մոտը Դավիթ Մուսախանյանը, կա մրցավարի Սուլիչը։ Մուսախանյան, հարված ենք տեսնում ուղիղ, բայց դիպա Մոնցայի ֆուտբոլիստին գնդակը ու ետ մղվեց, Ադամյան դեպի կենտրոն ուղարկեց, որտեղ Դիլանյանն է։ Հայրապետյան կատարեց փոխանցում Հայրապետյանը, լավ էր մտածել, բայց գնդակը չհասավ Ասիատի ոչի։ Հիմա Մոնցան է նետվում առաջ, Ալեքսանյան կա ձախից տարբերակ, Մուսախանյանն է նահանջելու օգնում հիմա պաշտպաններին։ Ու խլեցին այստեղ մի ամուր ուժերով Բետիսի ֆուտբոլիստները գնդակը, Անդրանիկ Ադամյան փորձեց միանալ այստեղ Ադամյանը թիմի գրոյին, բայց մի քանի մրցակից է նրան դիմավորել։ Ալեքսանյան, Հայրապետյանն է հիմա հաջող խլում կատարում ու կա Մուսախանյանի տարբերակը, Սուրեն Հայրապետյան փակվեց փոխանցումը, բայց չի ավարտվել Բետիսի գրոհ, Գևորգյան, բարձից փոխանցում, բայց շատ ուժեղ էր այս փոխանցումը։ Եթե Հայրապետյանի փոխանցումը հասներ դեպի Մուսախանյանը, ապա ավելի վտանգավոր կլիներ իհարկե։ Դեպի Ալեքսանյանը փոխանցում տեսանք, բայց ուժեղ էր այս փոխանցումը։ Տիրանյան խլեց այստեղ Ալեքսանյանը գնդակը և շատ հաջող փոխանցում էլ կարողացավ կատարել Սաֆարյանի ուղղությամբ, բայց դուրս եկավ այստեղ հենց Սաֆարյանից գնդակը։ Մարգարյան ու ես կնետի Բետիսը Աբրամյան սխալ էր կատարված եզրային հետում, այո պետք է գնդակը հասել հիմա մրցակցին։ Պապոյան կրոյ տեղափոխություն դեպի աջ, որտեղ Մնացականյանն է։ Պապոյանն է նորից գնդակով, հիմա արդեն դեպի ձախ ուղարկեց գնդակը, բայց խլեցին Բետիսի ֆուտբոլիստները։ Սուրեն Հայրապետյան մնաց գնդակով Հայրապետյանը ու շատ լավ նկատեց խաղընկերոջը, գրոհում են Բետիսի ֆուտբոլիստները, բայց գնդակը այստեղ խլեցին Մոնցայի պաշտպանները ու հիմա Մոնցայի արագ պատասխանին ենք ականատես լինում։ Քարտաշյան և հետ փոխանցում, այո չկային տարբերակներ։ Մուսախանյանն է հիմա գնացել պրեսինգի, քիչ էր մնում խլել գնդակը Մուսախանյանը։ Հայրապետյան հիմա խլած է գնդակը Բետիսի կողմից, բայց արագորեն էլ կորցրին։ Մնացականյան գրոյ տեղափոխություն դեպի ձախ, Պապոյանը հետ փոխանցում, նորից Գուրգեն Մնացականյանն է գնդակով լավ փոխանցում կատարեց այստեղ Աշելուս Պապոյանի ուղղությամբ, Պապոյանի այս փոխանցումը շատ թույլ ստացվեց, հիմա էլ սխալվում են պաշտպանությունից դուրս գալուց Բետիսի ֆուտբոլիստները։ Պապոյան
Խլեցին այստեղ գնդակը նրանից ու հիմա Մուսախանյանն է գնդակով։ Կարայո Կարխաղի կանոնների խախտում Պապոյանի կողմից։ Արագ հաղարկեցին Բետիսի ֆուտբոլիստները ու կորցրին գնդակը։ Ավետիսյան կատարեց փոխանցում, հաջող փոխանցում ստացվեց, հարված ենք նույնիսկ տեսնում, բայց դարպասապատեղում էր եւս մեկ հարված ու հիմա միայն գնդակը հրաշքով չհայտնվեց Քարդաշյանի կատարած հարվածից հետո Բետիսի դարպասում։ Հայրապետյան շարժվում է առաջ, այո, առաջի խաղակեսը մոտենում է ավարտին եւ զիջում են Բետիսի ֆուտբոլիստները այս պահին հաշվի մեջ, մեկ գնդակի տարբերությամբ մրցակցին։ Ադամյան խլեց գնդակը ու վերջ առաջի խաղակեսն ավարտված է կարճատև դադար, որից հետո կշարունակենք։ Սելի ֆուտբոլիստները շարունակվում է Բետիսն դեմ Մոնցայի հանդիպումը, մեկ տարկեց երկրորդ խաղակես, առաջի կեսից հետո հանդիպման հաշիվը նվազագույնն է 1-0 օգուտ Մոնցայի հանդիպան միակ գնդակը խփել է թիմի 10 համարը Մուսա Ալեքսանյանը, շատ գեղեցիկ հարվածով բացեց այս հանդիպան հաշիվը եւ տեսնենք երկրորդ խաղակեսում թիմերը ինչ կմատուցեն մեզ։ Պապոյան լավ գրոհի տեղափոխություն էր դեպի աջ։ Բայց կորցրին այստեղ Մոնցայի ֆուտբոլիստները գնդակը Գևորգյան լավ նկատեց Մուսախանյանին, բայց բարձր է ստացում Դավիթ Մուսախանյանի կատարած հարվածը ու հարված կլինի արդեն Բաբայանի դարպասից։ Հայրապետյան կանգնեց այստեղ գնդակի առջև, բայց մնաց գնդակով Մնացականյանը փոխանցում ու նորից հասրեց Սուրեն Հայրապետյանը փակել գնդակի ճանապարհը, անկյունային կտեսնենք։ Սա առաջինն է լինելու երկրորդ խաղակեսում այս անկյունայինը։ Պապոյան բարձից փոխանցում ենք տեսնում։ Եվ Սուլերը մրցավարը տեսնենք ինչ է պատահել, պետք է կրկնել անկյունային, այո։ Հիմա կա մրցավարի Սուլիչը, Պապոյան փոխանցում, բայց դարպասապահը կարողացավ բռնուցքներով ետ մղել, դուրս չի եկել գնդակը դաշտի սահմաններից ու Դիլանյանը հաջող խփում կարողացավ կատարել փոխանցում դեպի Մուսախանյանը, պետք է զարգացնել արագություն այստեղ Մուսախանյան գտավ Գևորգյանին, բայց Գևորգյանի այս փոխանցումը անհաջող ստացվեց ու այո, եսից պետք է նետեն Բետիսի ֆուտբոլիստները արդեն շտապում են եւ ակտիվ են, բայց երկրորդ խաղակեսում Բետիսի ֆուտբոլիստները Բաղդասարյան կա փոխանցումը հեռացված է գնդակը Պապոյան Հերվից հարված ենք տեսնում, դարպասապահը ետ բղեց, բայց Ալեքսանյանն է հիմա գնդակով իսա մաքուր քլված գնդակ էր Դիլայանի կողմից Դավիթ Մուսախանյան գտավ Մարկայանին աչի եզում, վտանգավոր է անցավ մեկ մրցակցի Մարկայանը կատարեց դեպի Գևորգյանը փոխանցում, իսկ Գևորգյանի հարվածը մի փոքր շեղ ընթացավ Հայրապետյան, մեկը մեկ է պայքար կենտրոնում ու մաքուր խլեց Հայրապետյանը գնդակը Պապոյան գտավ Ալեքսանյանին, նորից Պապոյանն է գնդակով դեպի աջ շարժվեց Բարձից փոխանցում, Մարկայանը հեռացեց ոչ այկան հեռու, հիմա գնդակով Ավակյանն է Ավետիսյան Փոխանցում, բայց փակեց Մարկայանը գնդակի ճանապարհը, չնայած դեռ գնդակով Մոնցայի ֆուտբոլիստներն են Գրոհի տեղափոխություն դեպի աջ, Գուրգեն Մնացականյան
Նորից Մնացականյանն է գնդակով բարձից փոխանցում, բայց ուժեղ է ստացվում այստեղ Մնացականյանի կատարած փոխանցումը ու դուրս եկավ գնդակը դաշտի սահմաններից։ Ադամյան ուղարկեց գնդակը Մարգարյանին։ Շատ լավ փոխանցում կատարեց Մարգարյանը դեպի ձախ։ Դիլանյան Այրապետյան գտավ կենտրոնում Բաղդասարյանին Մուսախանյան չանցավ այստեղ փոխանցումը Մնացականյանն է գնդակով թողեց գնդակը Պապոյանին Ալեքսանյան Խլեց Սուրեն Հայրապետյան նրանից գնդակը ու շարժվում է առաջ Բետիսը 3-3-ի դիմաց տեսնենք Հայրապետյան, բայց նահանջեց արդեն Պապոյանը Շնայած վաստակեց եզային հետման հնարավորությունը Հայրապետյանը Արագորեն նետում է գնդակը Գևորգյանի ուղղությամբ, իսկ այստեղ Ղազարյանը կարողացավ հեռացնել գնդակը Պապոյան Ավետիսյան դեպի մրցեցի Տուգանային հրապարակ ուղարկեց, իսկ Դիլանյանը այստեղ հրաշալի պաշտպանվեց Մարգարյան շատ լավ փոխանցում էր բայց Գևորգյանի հնարքը այստեղ չաշխատեց Գնում է Մոնցան տեսնենք Կա հարվածը հիմա չեղությամբ է ստացվում արդեն Ռաֆայել Ավակյանի կատարած հարվածը ամեն շատ լավ արեցին Գեղեցիկ ստացվեց նաև Արտաշ Ղազարյանի կատարած փոխանցումը, բայց Ավակյանի հարվածը դեպի հեռավոր անկյունով մի փոքր շեղությամբ ստացվեց Անդրանիկ Ադամյան Գիլանյան Ալեքսանյանն է գնդակով փորձ է շարժվել առաջ ու նորից Դիլանյանն է նրան դիմավորել հաջող խլում է Սուրեն Հայրապետյան շարժվում է առաջ Հայրապետյանը գտավ Բաղդասարյանին մեկ հպումով Բաղդասարյանն էլ փորձեց հասցեակել գնդակը Մուսախանյանին, բայց ուժեղ ստացվեց այստեղ Բաղդասարյանի կատարած փոխանցումը Ավետիսյան Բարսից փոխանցում դեպի Պապոյանը ու շատ լավ փոխանցում ստացվեց Պապոյան ցածրից փոխանցում հարվածը այստեղ փակվեց նորից Ավակյանի կատարած ու սկսում է Բետիսը խորքից Անյանիկ Ադամյան թողեց գնդակ այստեղ դարպասապային Գևորգյան Հայրապետյան Անդրանիկ Ադամյան դեպի ձախ ուղարկեց այստեղ գնդակը Ադամյանը բայց մնացին գնդակով Բետիսի ֆուտբոլիստները խլեցին այո Մոնցայի ֆուտբոլիստները գնդակը բայց հաջող պայքարում այնտեղ մնաց գնդակը Բետիսի մոտ Ադամյան Մուսախանյան հասավ գնդակին ու այն պահեց, զարգացնում է արագություն իսա խաղի կանոնների խախտում չէր ոչ
Ոչ արագության ժամանակ ընկավ Մուսախանյանը։ Այրապետյան հաջող խլում ստացվեց։ Այս Գևորգյանը կորցրեց այստեղ գնդակը Պապոյան, բայց իհարկե Ադամյանը թույլ չի տա այսպիսի դիրքում իրեն հեշտությամբ շրջանցել։ Նորից Պապոյանն է գնդակով փոխանցում, հարված ենք տեսնում Ալեքսանյանի կատարմամբ ու Մոնցան կրկնապատկում է իր առավելությունը 2-0։ Երկու-0 այո դուբլ Ալեքսանյանի անվան դիմաց այս խաղում ու Բետիսը հիմա շատ ծանր իրավիճակում է հայտնվում, արդեն պետք է մտածել արագորեն հաշիվը կրճատելու մասին։ Շատ լավ գրոյի տեղափոխություն կատարեց այստեղ Պապոյանը, բայց Գևորգյան շատ լավ փոխանցում է դեպի Մուսախանյանը, բայց չանցավ այստեղ գնդակը, Հայրապետյանը դեղին քարտ էր պահանջում մրցակցի ֆուտբոլիստի միտումնավոր կանգնեցնելու համար գնդակի ընթացքը, բայց մրցավարը մրցակցի վարժություններում միտում չէ տեսը Պապոյան վտանգավոր է Պապոյան հարված կտեսնենք կա հարվածը, բայց այստեղ գնդակի առջև կանգնեց Աբրահամյանը ու փակեց չի ավարտվել հիմա արդեն ավարտված է Մոնցայի գրոհը Մարգարյան Մարգարյանն է գնդակով Աբրահամյան հարվածի փորձ, բայց Ավետիսյանը փակեց գնդակի ճանապարհը ու հիմա նորից Մոնցան նետվել է առաջ Դիլանյան հեռացված է գնդակը կլինի անկյունային հարված Աղարկեցին գնդակ այստեղ Մոնցայի ֆուտբոլիստերը վարսից փոխանցում, բայց Հայրապետյանը հեռացեց Գևորգյան Աբրահամյան դեպի Մուսախանյանն է ուղարկում գնդակը բայց Մուսախանյանի փոխանցումը այստեղ էլ հակեց Չոկանդարյանը Հայրապետյան պահեց գնդակը այստեղ Թույլ չտալով դուրս գա դաշտի սահմաններից Ալեքսանյան հետրիկ Մոնցան եռապատկում է առավելությունը շատ լավ հանդիպում է անցկացնում այսօր Մուսա Ալեքսանյանը 3-0 3-0 այո արդեն շատ վստահ քայլ է կատարում Մոնցան այս խաղում Մարգարյան դեպի մրցակցի Տուգանային ուղարկեց գնդակը, բայց առաջինը գնդակին հասավ Չոկանդարյանը, չնայած հիմա խլում են Բետիսի ֆուտբոլիստները չկար այստեղ ոչինչ Գևորգյան հարվածի փորձ, բայց Ավետիսյանի կողմից փակվեց գնդակի ճանապարհը երկրորդ տեմպով ընթանում Բետիսի գրոհը, բայց ուժեղ էր այս փոխանցումը Պապոյան
Շատ լավ փոխանցում կատարեց։ Այստեղ Պապոյանը եւս մեկ պտտեցված հարված տեսանք այստեղ Ռաֆայել Ավակյանի կատարման, բայց նորից նույն կերպ ընթացավ գնդակը։ Դիլանյան Որկեց Ադամյանի գնդակը Մուսախանյան Չանցավ այստեղ փոխանցում ու գնդակով նորից Մոնցայի ֆուտբոլիստներն են Պապոյան Հազարյանն է շարժվում առաջ, նորից Պապոյանին գտավ ձախ եզրում Հիմա Մուսախանյանն է հաջող խլում կատարում, բայց այստեղ մաքուր էր ամեն ինչ Մնացականյանի կողմից չկար խաղի կանոնների խախտում, ներողություն Մանուչարյանի կողմից ու Հիմա էլ գնդակը գործում են Մոնցայի ֆուտբոլիստները Ադամյան դեպի Դիլանյանն է ուղարկում գնդակը Նորից Ադամյան Հայրապետյան Ադամյանն ռիսկի դիմեց այստեղ, բայց արդարացված է Ադամյանի ռիսկը Բաղդասարյան Չանցավ Բաղդասարյանի այս փոխանցումը ու հիմա նետվում են առաջ Մոնցայի ֆուտբոլիստները երկուսը մեկի դիմաց Հիմա օգնում է նորից Դիլանյանը պաշտպանությունում Պապոյան անկասելի է արվածը 4-0 Մուսախանյան Այրապետյան թողեց գնդակը Դիլանյանին, նորից ստացավ պատասխան փոխանցումը ու աջ եզով շարժվում է առաջ Սուրեն Այրապետյանը Բաղդասարյան կապեց այստեղ Բաղդասարյանը Ավետիսյան հիմա էլ Դիլանյանն է պաշտպանություն տեղ զբաղեցնում Ադամյանի բացակայությամբ Անձանիկ Ադամյանը քիչ առաջ փոխարինվեց Բետիսի կազմում ու նրա փոխարեն հանդիպում շարունակում է Աբրահամյանը Այրապետյան կրունկով փոխանցում կատարեց իսկ այստեղ Գևորգյանն ու Մուսախանյան չհասկացան միմյանց, բայց գնդակով Մուսախանյանն է նորից կա տարբերակ ձախից սա խաղի կանոնների խախտում էր այո Մուսախանյանն է գնդակի մոտ, տեսնենք այս ստանդարտը գուցե փոխողության Բետիսին կա մրցավարի սուլ չէ Մուսախանյան դեպի մրցակցի տուկանային բայից հեռացված է գնդակը Իլանյան ուղարկեց գնդակը առաջ, բայց նորից այն Մոնցայի ֆուտբոլիստների վերահսկողության տակ է Ավետիսյան լավ իջեցեց գնդակը Պապոյան Աչից կա տարբերակ, նկատեց խաղակերոջը Պապոյանը փոխանցում ու հիմա էլ արդեն Ավետիսյանն է գրավում մրցակցի դարպասը 5-0
5-0 այո Մոնցան շատ վստահ հաղթանակ է տանում այսօր։ Ինենք անկեղծ Բետիսն չի խաղում այն ֆուտբոլը, որը մենք սովոր ենք տեսնել նրա կատարմամբ։ Ես հիմա Բետիսի տեսանկյունից նայեմ մրցաշարային արդյունքին, եթե փաստացի հաշվենք, որ այս հանդիպումը զիջում են Բետիսի ֆուտբոլիստները մրցակցին, ապա ստացվում է 5 հանդիպումից հետո վաստակած 6 միավոր, այսինքն տարել են 2 հաղթանակ եւ կրել 3 պարտություն։ Եվ դա շատ ավելի է բարդացնում թիմի play-off դուրս գալու իրավիճակը, այո, արդեն պետք է մյուս 2 խաղերում անպայման հաղթել ու հույս ունենալ, որպեսզի մրցակիցները կսայթաքեն։ Դիլանյան հեռացված է գնդակը այստեղ պարզապես առաջ։ Հալում են Բետիսի ֆուտբոլիստները, իսկ Բաղդասարյանը շտապեց այստեղ, կար ավելի լավ տարբերակներ, այո։ Գևորգյան ուղարկեց Հայրապետյանին գնդակը և հեռացված է այստեղ գնդակը Սաֆարյանի կողմից եզրային դեպքում կիրասնի Բետիսը Հայրապետյան այլ եզրից կնետի Մոնցան Գևորգյան Հայրապետյանին թողեց գնդակը կլինի անկյունային արված կա փոխանցում ու Հայրապետյանն է այստեղ հեռացնում գնդակը Դիլանյան չստացվեց հեռացնել իսկ հիմա գնդակը դուրս է գալիս դաշտի սահմաններից ու կլինի հարված Բետիսի դարպասից։ Դիլանյան Արկում են պաշտպանություն Բետիսի ֆուտբոլիստները գնդակը, իսկ այս փոխանցումը շատ գեղեցիկ ստացվեց Մուսախանյանի կատարմամբ, բայց Բարսեղյանը հետ կատարելիս սխալվեց, հիմա նահանջեց ու խլեց գնդակը մրցակցից, նորից Մուսախանյանն է գնդակով, Գևորգյան, բայց խլում են նորից Մոնցայի ֆուտբոլիստները գնդակը ու Ալեքսանյանն է շարժվում առաջ, հարվածել նույնիսկ տեսանք, բայց թույլ ստացվեց այս անգամ Ալեքսանյանի կատարած հարվածը Եվս մեկ հարված ու նորից շեղությամբ է ընթանում գնդակը Հիմա էլ հարվածային դիրքում էր հայտնվել Նարեկ Քարտաշյանը Ալեքսանյան, գեղեցիկ էր Ալեքսանյան, գնդակը դարպասում է 6-0 6-0 այո Ալեքսանյանի
Մանվան դիմաց փոքր այս խաղում։ Նորից Ալեքսանյանը գնդակով, Մուսա Ալեքսանյան հաջող այստեղ անցում կատարեց, հարվածեց, բայց այս անգամ բարձր ստացվեց նրա հարվածը։ Վերջ հանդիպումն ավարտված է 6-0 հաշվով հաղթում է Մոնցան ու վաստակում իր երաշտական 3 միավոր, իսկ խաղային օրը մեզ մոտ ավարտված է։ Շնորհակալություն, որ մեզ հետ եք, բարի գիշեր ու ամենայն բարիք։